Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի ընթացքում խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի գրքերից, ֆիլմերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ որ հետաքրքրում է գիքերին։ Այսօրվա մեր հյուրն է նաեւ ֆենթեզի եւ գիտաֆանտաստիկ ժանրերում ստեղծագործող Լիանա Խաչատրյանը։ Բարև ձեզ։ Ողջույն Արման։ Բարև ձեզ։ Լավ, արի սպեկուլատիվ գրականության։ Սպեկուլատիվ գրականություն։ Ես ուզում եմ նշել, որ առաջինը ես եղա, մեր եթերում ես դու դա։ Սպեկուլատիվ գրականություն արտադրություն, չնայած մարդկանց դուր չի գալիս, շատ մարդկանց դուր չի գալիս, կարանք էդի քննարկենք։ Հա։ Դե մարդկանց ինչի դուր չի գալիս սպեկուլատիվ բառը, որովհետև ասոցացվում է այդ սովետական սպեկուլյանտ սպեկուլյացիա եւ սպեկուլյացիա բառի հետ, որը այդպես բարի չէր, էլի։ Ես Վիկիպեդիայում կարդացի, ճիշտ ասած, այնտեղ գրված էր, որ սպեկուլատիվ գրականությունը, դա այն գրականությունը, որը նկարագրում է այն, ինչ որ չի կարա գոյություն ունենա, ու ես ջայնացա դրա վրա, որտեղ որ դու հելում հայտարարում ես, այս ինչ բանը չի կարա գոյություն ունենա, նշանակում է դու տեղյակ ես ամբողջ գոյից, այսպես ասած, ու ամեն ինչ քեզ հասանելի է, ու դու գիտես, որ դա չկա ու գոյություն չունի։ Դրա համար կարելի է հստակեցնել, որ չի կարա գոյություն ունենա կամ կասկածելի է դրա գոյությունը մեր տիեզերքում, մեր շրջապատող տիեզերքում։ Դե հա, եթե մարդը ունի քո նման ասենք մուլտիվերսի մասին պատկերացումներ ու բան, բայց դե ես հասկանում եմ ինչ են տենց ինչ որ սահման պետքա դնել, էլի, ֆենտեզի եւ ոչ ֆենտեզի միջև, չնայած ինքը շատ է։ Հա, ես օրինակ հարցը ստեղ ուրիշ է, հարցը այն է, որ ոնց միավորել, ասենց ոնց առանձնացնել, այսպես կոչված жизненный գրականությունը մնացածից ու դե հիմա նա հետո բաներ կա հատկապես ֆանտաստիկայի դեպքում Ժուլ Վերնը դա սպեկուլատիվ էր թե չէ Ժուլ Վերնի որոշ մաս սպեկուլատիվ է, որոշ բաներ չէ չգիտեմ էլ այսինքն այն ինչ որ մենք հիմա կարանք համարենք սպեկուլատիվ հետո կարող է մեկելու բարձրի որ այնքան էլ չէ այսինքն հա ճիշտ է օրինակ Ժուլ Վերնի ժամանակ լույս ինտերնետը սպեկուլյացիա էր ապրես մաքուր սպեկուլյացիա էր բայց հիմա ասենք դա խնդիր չի էլի Ֆանտաստիկան դա жизненный է հիմա։ Հա, հիմա жизненный է լրիվ։ Ֆանտաստիկան որոշ մարդիկ ինտերպրետացնում են որպես, այսինքն ասում են, որ գիտական ֆանտաստիկան դա ոնց որ մեր հիմիկվա հասարակության հայելին է, այսինքն հասարակության խնդիրները, սոցիալական սուր խնդիրները, հարցերը ինչ որ հետաքրքիր ձևով խորապես ուսումնասիրելու միջոց է։ Մյուսները ասում են, որ ֆանտաստիկան առաջին հերթին դա նոր աշխարհներ կառուցելու, նոր աշխարհներ ստեղծելու, այդ աշխարհներ ուրիշ մարդկանց հրավիրելու միջոց է։ Դու որ կողմի, որին ես ավելի հակված։ Ֆեսի, ես ժամանակի մտածում եմ, որ տենց ֆանտաստիկան դա հայացքա դեպի տիպ ապագա, դեպի ինչ կարելի անել, մոդելավորում ավելի շատ, իսկ ֆենտեզին ես բացատրում եմ ոնց որ երազ լինի, հա իրականությունը մարսելու ձև, հա Բայց հիմա ավելի շատ հակված եմ մտածել, որ քանի որ մեր ուղեղը ամբողջ օր զբաղված է մոդելավորմամբ, ֆանտաստիկան ու ֆենտեզին դրանք ըստ ճաշակի իրականության իրականում մոդելավորումներ են, այսինքն ոնց այսինքն պատկերացրու աշխարհը բառիս ամենալայն իմաստով, քո ներքին հոգեբանական վիճակն էլ հետը, ինչ որ փազլի մասեր են, Ռուբիկ կուբիկի նման, ու դու իրան անդադ sense դասավորում ես Դու իրան կարաս դասավորես առօրեական ձևով, այսինքն օրինակ նստես ասես, այ այսօր գնամ ես, ինչը առնեմ, հա, դու էլի մոդելավորում ես ինչ որ իրականություն, խանութ մտնեմ, ճաշ եփեմ, ու իրան կարաս ավելի տենց ուրիշ ձև մոդելավորես, լրիվ ուրիշ ինչ որ աշխարհ կառուցես, ինքը մեծ հաշվով դրա ավելի տենց Pro-Max տարբերակն է, էլի ուրիշ տեսակ տարբերակն է, մեծ հաշվով նույն գործողությունն է անում, իմ կարծիքով հա մոդելավորում։ Այսինքն այն էլ է, բնականաբար այն էլ է մոդել, այն էլ է մոդել։ Ուղղակի այն մի մոդելը մենք ենթադրում ենք, որ համապատասխանում է նրան ինչը որ մոդել չի, այսինքն մեր շրջապատող աշխարհին, որից մենք ստանում ենք։ Հա, դա ինձ թվում է իլյուզիա։ Այսինքն այդ որ մենք մտածում ենք համապատասխանում է նրան ինչը որ մոդել չի, ինչքանով ենք մենք համոզված որ համապատասխանում։ Չէ, ընդհանուր համոզվածություն չի կարանի, աբսոլյուտ համոզվածություն չի կարանի։ Բայց հա, այսինքն տենց ինչ որ տարանջատում կարանք դնենք որ այն համապատասխան, բայց դե չգիտեմ, նայած հարցին որ տեսակետից նայես։ Եթե տես վերցնես տենց իրականություն, հա, ես կգնամ խանութ, ես ինչ կանեմ, հետի տենց համապատասխանում է, բայց եթե դու ինչ որ քո ուղեղը ասեք այս պահին, չգիտեմ,
մտածում է դեմոկրատիայի շուրջ։ Քո առօրյական մտքերը դրա շուրջ կամ աստղային պատերազմների այդ, չգիտեմ, մոդելավորումը, որն է ավելի նման այդ գաղափարին, որն է ավելի քեզ մոտ տանում այդ գաղափարի մասին մտածելուն, դա մեծ հարց է իրական։ Դրա համար էմպիրիկ տեսանկյունից եթե նայենք, եթե չխորանանք, ասենք, փիլիսոփայական տարբերությունների սոլիպսիզմ բան դրանց մեջ, զուտ էմպիրիկ տեսանկյունից, ոնց որ բոլոր խելամիտ փիլիսոփաների մեծ մասն ասում, մենք ունենք հիմնավոր ենթադրություն, որ всё-таки մոդել է, բայց այս մոդելը ինչ որ բանի համապատասխանում է, էլի, ասենք, դա հիմնավոր ենթադրությունն է, մենք կարծում ենք, որ դա տենց է, չենք կարող 100% աբսոլյուտ ասենք, բայց ներքին իրականության համար, ներքին, այսինքն մոդելի համար քո համար տարբերություն կա, երբ որ դու կարդում ես, ասենք, մատանեի տիրակալը կամ, չգիտեմ, մի հատ ուրիշ հետաքրքիր գիտաֆանանք Ստրուգացկիների բանն ես կարդում, պիկնիկ նահաբոճին ես վերջերս վերընթերցեցի, կա տարբերություն այդ կարդալու ընթացքում քո ապրումների ու հիմիկվա, ասենք, այսպես ասենք, իրական մոդելի հետ առնչության միջև։ Իմ կարծիքով այդ տարբերությունը շատ քիչ է։ Հա։ Այսինքն զավարին ասեմ, որոշ մարդիկ անգամ ասում են, որ կարդալու ժամանակ ավելի ուժեղ են այդ ապրելու զգացողությունը ունենում, այսինքն կախված մարդուց էլի, մի քիչ Ես էլ տենց շատ, իս թվում է գոնե առնվազն իմ ուղեղի համար մեծ հաշվով տարբերություն չկա, ինքը տենց իրականությունն է ֆիքսում, թե ինչ-որ բան, ինչը ես պատկերացնում եմ։ Իս թվում է շատերի մոտ է տենց։ Ուղեղի աշխատանքի մասինս դու դե թեմանով շատ ես կարդում, դրա համար էլի գիքային թեմա ինքը էլի, որտեղ ասենք ինքը ուղեղի աշխատանք, այսինքն այն ինչ որ մենք ընկալում ենք որպես շրջապատող աշխարհ, ինքը հայելի չի։ Հա, չէ, ինքը հայելի չի, ինքը բացարձակ հայելի չի։ Այդ բանանատես վերջերս շատ մոդա դարձել տեսությունը, կանխատեսող ուղեղի տեսությունը, հա, հիմա ոտի վրա փորձում թարգմանեմ, երբ որ քո ուղեղը ոչ թե արտաքինից ոնց էր ընդունված, հա, ուղեղն է արտաքինից ազդակներ է ստանում եւ ինտերպրետացնում է այդ ազդակները, հիմա գալիս են այն եզրակացության, որ այո, ինքը արտաքին ազդակներ ստանում է, բայց իր մոդելի էրորները ճշտելու համար, այսինքն քո ուղեղը անընդհատ իրականությունը մոդելավորում է, ու երբ որ ինքը անդադ այդ արագ այդ ազդակները ստանում է, ըստ այդ ազդակների այդ էրորները ճշտում է, օրինակ, հա, ամենա վուլգար, այսպես ասեմ, օրինակ, երբ որ դրսում ինչ-որ մեկին տեսնում ես, քեզ թվում է քո հորեղբայր, չգիտեմ, պետոն է, դու համոզված ես, որ այդ պետոն է, դու իրան ձեռքով ես անում, գնում ես, ու մեկ էլ մի քիչ մոտենում ես, տենում ես, չէ, էլի ինքը չի, այդտեղ այդ ազդակը քեզ էրորը ուղեցիր, իսկ երբեմն դեպքեր են լինում, որ դու չես ուղում այդ էրորը, այսինքն ուղեղը շարունակում է մանավանդ այդ դες դեպքեր կան, չէ, պատերազմական գործողությունների ժամանակ, երբ որ ինչ-որ մեկին տեսնում են, թվում է, թե ձեռքին զենք կա ու կրակում են, ու համոզված է մարդը, բայց հետո պարզվում է, որ ինչ-որ հասարակ ինքը իրոք տեսնում է զենքը, ինքը իրոք տեսնում է զենքը, իր ուղեղը այդ քանի որ գերլարված վիճակում է, ստրեսային վիճակում, այդ էրորը չի ուղղել ազդակից ստացել է, բայց շարունակել է սխալ մոդելավորումը։ Եվ նման դեպքեր լինում են, թե նաև ոստիկանների հետ, հա, որ դեպքեր են լինում, մտածում են, որ ձեռքին զենք կա ու կրակում։ Ֆենա ձեռքը, բայց գիտեն։ Հա։ Ես մի հատ հետաքրքիր բան էի կարդում, նկարագրում, ասում ուղեղը ինքը մութ խոնավ քարանձավում իր համար նստած է։ Հա։ Ինքը դրսից ստանում է մի քանի աղբյուրից բան, ինֆորմացիա դրսի մասին, նյարդային ազդակների մասին։ Ընդ որում այդ ազդակները իրանք չունեն ինչ որ այս տիպի ազդակը տեսողական է, այս տիպի ազդակը լսողական է, այս տիպի ազդակը ազդակները գնում են կոնկրետ ինչ որ ուղեղի կենտրոններ։ Մեկը գնում է տեսողական կենտրոն, մեկը գնում է լսողական կենտրոն, ու ուղեղը սկսում է ինտերպրետացնել այդ ազդակները, այսինքն ինքը ոչ թե հայելի է, որը տեսնում է աշխարհը, ինքը ստանում է իր մտության մեջ իր քարանձավում նստած պլատոնի քարանձավում նստած այդ ազդակները ու ինքը ենթադրություն է անում։ Հա։ Ամենահետաքրքիրն է դա։
Այն ինչ որ մենք ինքը ենթադրություն է անում, հա, ինքը Այո, այս կստեսում եմ, սկսել խոսում եմ, դու այս շրջապատը սենյակ ես անում, իմ ուղիղ ենթադրությունն է նրա մասին, թե ինչ են նշանակում այն ազդակները, որոնք ինքը ստանում է։ Հա։ Իմ սիրած գոնե վերջերս կարդացի շատ սիրուն օրինակ էր, ասում է, եթե օրինակ անտառի մեջ ծառը մեծ ծանր ծառա ունգնի, ասես ճռռոցով բոլորս կարանք պատկերացնել, չէ՞, ինչ ձեն կգա, ճռռոց հետո գմփոց, ասում է, այ եթե դու չկաս այդտեղ, ծառը ընկնելուց ձայն հանում է, թե չէ։ Էդի ձայն չի։ Ձայնը քո արդեն ուղեղի ինտերպրետացիան է, քո մոդելն է։ Եթե դու չկաս, այդտեղ միայն ալիքներ են, հա։ Ահա։ Այսինքն եթե դու չկաս, ճռռոցը չկա։ Մեծ հաշվով։ Որովհետև մենք ամեն ինչը մեր պատկերացմամբ ենք բանանում, ասենք նույն գույնը։ Հա, նույնն էլ գույնն է։ Գույն գոյություն չունի, գույնը էլի։ Եթե մտածես, եթե ուղեղը, մարդու ուղեղը հանում ես աշխարհից, մարդու չէ երևի նաև կենթանիների են, ընդրում իրանք է։ Ուղեղը եթե հանում ես աշխարհից, աշխարհը անգույն անձայն տարածություն է դառնում, աշխարհը դառնում է ճոր ալիքների, մասնիկների, էներգիաների եւ այլնի, ճոր քաոս, ահավոր քաոս։ Ինքը այդ քաոսից ինչ որ ինֆորմացիա ստամ, փորձում է այդ քաոսը վերածի ինչ որ իմաստալից պատկերի։ Որ խորանում ես էվոլյուցիայի արդյունքում ինչ հրաշք բան է առաջացել, ինքը օրգան է, էլի, ասենք, չգիտեմ, ստամոքսն էլ է օրգան, կույրաղիկն էլ է օրգան։ Ոչ, ստամոքսն էլ վատ օրգան չէ։ Հաճելի օրգան է, թոքերն են օրգան։ Բայց էսի լրիվ ուրիշ բան է, ուրիշ մակարդակի վրա ինքը ոնց որ աշխարհը կառուցում։ Այնց այդ աշխարհը կառուցելու մասին։ Ստամոքսը չի կարա քեզ օգնի արարել բան, Middle Earth-ը օրինակ, Tolkien-ի։ Չի կարա աստղային պատերազմների աշխարհը արարի։ Իսկ ուղեղը ինքը թույլ է տալիս քեզ այդ աշխարհը արարել, ոչ միայն արարել, ուսումնասիրել ու թույլ տալ ուրիշ մարդկանց իրանց էլ այցելել այդ աշխարհ ու ուսումնասիրել։ Քո պատկերացումը մի քիչ տարօրինակ չի։ Լսի, հա, ինձ մեկ-մեկ թվում է, որ դա ուղեղի զարգացման side effect է։ Հա, ես նեյրոգիտնական չեմ կարող ասեմ, բայց այդպես մտքեր ունենում եմ, որ ինքը ի սկզբանե վատ բան չի վերցնել, հա, իրականության մասնիկներ ու նորից հավաքել։ Որ դու նայես, ասենք նույն միջնաշխարհ, հա, Middle Earth։ Միջնաշխարհը ինքը ամբողջովին մեր իրականության մասնիկները ուրիշ ձև հավաքած է։ Հա, թե բան իմաստների մակարդակում, թե առօրեական մակարդակում ինքը ամբողջովին մեր աշխարհը նորից հավաքած է։ Իսկ թվում է ինքը այդ բուն վերցնել հավաքել, հա, այդ ունակությունը ինքը լավն է, օգտակար է, բայց իրան այդ մասշտաբի մեծացնելը դա երևի ինչ որ կողմնակի էֆեկտ է, էլի ուղեղի զարգացման, չգիտեմ, էմերջենտության արդյունք է, երբեմն ինձ տենց է թվում, բայց դա էդի։ Ի սկզբանե երևակայության ամբողջ իմաստը ըստ որոշ մոդելների այն է, որ մենք կարողանանք կանխատեսենք։ Հա, այսինքն չգիտեմ, ինչ որ մեկը նայես հասկանաս, իրան կարելի է ուտել, թե ինքը հեսա ինձ կուտի։ Հա, դու այդ ուտելը պահը կարողանաս կանխատեսել, հիմնական ոնց որ բանը դա է եղել։ Սա ուտենք, թե սրանից փախնենք, որ մեջ չուտի։ Կանխատեսման մեքենա է, հա։ Ու դրա ոնց որ ահավոր բարթացումը բերում է նրան, որ մենք արդեն դրա հետ խաղում ենք։ Չգիտեմ։ Ու դա երևի կողմնակի էֆեկտ է, գոնե ինձ տենց է թվում, որտեվ մեծ հաշվով ողջ մնան կապիկներն էլ են էլի ինձ արխային օրինակ իմաստ չունի այսքան օրինակ նույն Middle Earth հորինելը ոչ մի ձև չի օգնում քեզ ողջ մնալ հա այսինքն ինքը ոչ մի տենց ուտիլիտար իմաստ չունի բայց քանի որ այդ կանխատեսելը, մոդելավորելը ի սկզբանե լավ է եղել մեր գոյության համար, օրգանիզմը նման բաների ինչ որ դրական ազդակ է տալի։ Դու հաճույք եք ստանում դրանից, որտեվ դա լավ է մեր ողջ մնալու համար։ Լավ է, դու ընկնում եք դրա հետևից ու արդյունքում հորինում եք ինչ որ աշխարհներ եւ ինչ որ բաներ, որոնք ուտիլիտար էլի ասեմ, իմաստ չունի, բայց մենք դրանից հաճույք ենք ստանում։ Հաճույք ենք ստանում հենց նրա համար, որովհետեւ մենք էլի այդ կանխատեսման մեխանիզմի արդյունքն է դոպամինի
դոզան ուղղակի քեզ ներարկում է, որ դու կարդում ես, չգիտեմ, Ժելյազնի ամբերի քրոնիկոնները, որովհետև էլի նույն կանխատեսման մեխանիզմն է։ Հա, քեզ թվում է, թե սա բայց մյուս կողմից դու նաև այդ ամենահետաքրքիրը հաճույք ես ստանում են մտքից, որ մարդը կարա տենց բան հորինի։ Հա, իհարկե։ Պլյուս երևի ինչ որ չափով մարզում ես։ Երևի ինձ թվում է, որ ի վերջո պետքա լինի, հաշվի առնելով որ ամեն ինչն ազդում ուղեղի վրա, բայց այդուհանդերձ պետքա լինի որոշակի տարբերություն նման բաներ շատ կարդացած, մտածած, այս ուղղությամբ մտածած մարդկանց եւ չմտածող մարդկանց միջև, ոչ թե լավ ու վատի հարց է, բայց այսինքն ինչ որ բան դնել մոդելավորել է երևի նման մարդկանց համար ավելի այսինքն մարզում են ուղեղը։ Այդ պահը երևի չեմ կարող պնդել, բայց մտածում եմ որ օրինակ մաթեմատիկոսների մոտ է երևակայությունը շատ ուժեղ զարգացած, որովհետև իրենք հորինում են բաներ, որոնք անգամ այն ամենաուժեղ ֆանտաստները չեն կարող հորինեն, որ ասենք բազմությունների տեսություն է սկսում ուսումնասիրել ու իրանց այդ անվերջությունների տեսակների մեջ է խորում, դա հասկանում ես, որ ասենք, չգիտեմ, Այզեք Ազիմովի Տրանտորը փոքր բան է, էլի դրա։ Հա, բայց իրանց մոտ ես օրինակ նկատել եմ այդ ուրիշ խնդիր։ Իրանք ամեն ինչին վերաբերվում են որպես խնդրի։ Աբստրակտ մոտեցում։ Հա, աբստրակտ մոտեցում եւ խնդիր, հա, այսինքն պարզապես նայել հետ այդ պատոկ զգալ, տենց շատ ոնց որ թե չունեն։ Գոնե իմ նկատում, ինչքան ես եմ հասցրել նկատել։ Հենց այդպես Լյուցիսինն էլ ասում որ գիտական ֆանտաստիկան առաջին հերթին այն գործիքն է, որը մեզ թույլ է տալիս ստեղծել աշխարհներ, որովհետև նայ, դիեզերքը ինքը իրանով, հա, շատ հետաքրքիր զարմանալի տեղ է, բայց եթե չլներ ուղեղը մարդկային, լիքը դիեզերքներ գոյություն չէին ունենա։ Գոյություն չէին ունենա այն իմաստով, որով մարդ արարածն է անկարում գոյություն ունենա, իսկ իր մոդելի իմաստով։ Ու դիեզերքում առաջանում է ինչ որ մի բան, որը կամ որի համար գոյություն ծնվում են ուրիշ դիեզերքներ, ոնց ասեմ, որ շատ դիեզերքը ծննդաբերում է ուրիշ դիեզերքներ, ասենց ասեմ։ Հա։ Պատկերացնում ես, ինչ եմ ասում, այսինքն ոնց որ կար մի հատ դիեզերք, որը 13.5 միլիարդ տարի սենց իր համար հանգիստ զարգանում էր, մեկը դրանում առաջանում է ինչ որ մի հատ բան, որը կարող ուրիշ դիեզերքներ ստեղծի։ Կարա ստեղծի իր գլխում։ Իսկ միգուցե նաև ապագայում տեխնոլոգիական զարգացման հետ նաև ոչ միայն իր գլխում։ Ասում է իգոլկով զայց, վուդկե, ուտկը, բաս, էս ձևով, հա։ Հա, չգիտեմ ինչ ասեմ, լիովին համաձայն եմ քո հետ, դու հետաքրքիր է, որ մենք այդ մտքից ինչքան բան ենք, չէ՞, լինում տենց ոգևորվում ենք, մտածում ես քեզ ինչ։ Ես ոգևորվում։ Իսկ դա ինչ է քեզ տալիս։ Հա, մեկը ժամանակավոր է։ Հա, էլի։ Ստիվեն Հոքինգն էլ չէ, ասում էր ուղեղը, մարդկային ուղեղը, դա ոնց որ դիեզերքի հնարավորությունն է ինքն իրան ուսումնասիրելու, ինքն իրանով հիանալու։ Որտեղ դիեզերքը ինքն իրան չէ ճանաչում ինչև է։ Հա, հա։ Ու այսինքն ասում են գիտական ֆանտաստիկային գիտական ֆանտաստիկան կամ ֆենտեզին, այսինքն այն ինչ որ մենք հորինում ենք, այն ինչ որ մենք չենք, ինչի հետ մենք առօրյայում չենք առնչվում, սովորական կյանքում ինքը չկա, շատ մարդկանց չի էլ հետաքրքրում, ինչով է ինքը կարևոր ըստ քեզ հենց սոցիալական հարցերի, այսինքն էսի հենց սկզբից խոսածածից, ոչ թե եզրափակումն է, հենց սոցիալական խնդիրների, հասարակական քաղաքական խնդիրների, սուր խնդիրների ուսումնասիրության համար թե հենց նոր աշխարհներ ստեղծելու, ուրիշներին այդ աշխարհներ բերելու։ Դες թվում է մեկը հիմքում այդ մոդելավորելուց հաջող ստանալն է նախ եւ առաջ, բայց երբ է, ասենք, ինքը դառնում ժանր, երբ է ինքը դառնում տարածվում, իսկ թվում է գիտական ֆանտաստիկան, հա, ինքը ավելի շատ սոցիալական խնդիրներ պլյուս տեխնոլոգիական աճ։ Ինքը դրա մասին է։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, ես տենց շատ մեծ գիտակ չեմ, գիտական ֆանտաստիկա հաստատ շատ լուրջ ավելի մասնագետներ կան, բայց ժամանակով եթե նայես, հա, մարդկության զարգացման հետ, կապված նրանից թե որ տեխնոլոգիաներն են, որ ուղղությամբ է առաջ գնում, այդ ուղղությամբ էլ ֆանտաստիկան մի տեսակ սկսում է շարժվել։
Հիմա արդի ֆանտաստիկայի ոնց որ կենտրոնում իշն արհեստական բանականությունն է, գենոմիկան է եւ այլն, այսինքն այն բաներն են, մեր մոտ կա պատկերացում, որ ֆանտաստիկան դա կոսմոսի մասին է, բայց դա թյուր պատկերացում է, որովհետեւ մեր ծնողները եւ ընդհանրապես սովետի ժամանակ այդ բումը եղել է այն ժամանակ, երբ որ տեխնոլոգիական առաջընթացը հենց կոսմոսի հետ էր կապված։ Դա էր, դա էր պոպուլար, ու մեզ թվում է, որ դա է հենց գիտական ֆանտաստիկան, բայց գիտական ֆանտաստիկան կարա լրիվ տարբեր բաներից լինի, ու ինքը ոնց որ օգնում է տեխնոլոգիական աճ եւ դրա արդյունքում առաջացող սոցիալական խնդիրներ կամ դրա հետ բախվող սոցիալական խնդիրներ այս հարցերը առաջ քաշել ու ինչ որ լուծումներ առաջարկել կամ չառաջարկել, չգիտեմ։ Օրինակ Հայաստանում հիմա լիքը սոցիալական, հասարակական, քաղաքական, բարոյական, մարդկային լիքը խնդիրներ կան, որոնք ամեն օր մեկ րոպե լռությամբ հարգենք Facebook-ում ընթերցած բոլոր գրառումները, որոնք ամեն օր Facebook-ում քննարկվում են, սկսած, չգիտեմ, կրթական հաստատություններում վիճակից մինչև մարդկանց վերաբերմունք տարբեր թեմաների վերաբերյալ այս ներկա պահին մեր ազգային ընկճախտը եւ այլն ինքը գիտական ֆանտաստիկայի ահավոր պարարտ հող է։ Իհարկե։ Դու կարաս քննարկես ինչքան ուզես, ինչի չի գրվում։ Չնայած խոսենք հələ գրվելու մասին, բայց ինչ են մարդիկ հեղինակները, ես ոչ մեկի չեմ մեղադրում, ես այդ հարցը շատ եմ բարձրացրել, ինձ ուղղակի հետաքրքիր է։ Ինչի են մերոնք, մեր գրողները այդքան բանանում։ Ես ամենաշատ նկատել եմ ես բառը, անգամ եթե գրողը իր մասին, այսինքն հերոսն է խոսում, գրողի մոտ հերոսը ներսից է խոսում։ Ինքն է պատմում, ամենահաճախ հանդիպած էս արդի տեքստերի մեջ ամենահաճախ հանդիպած։ Դա ինձ թվում է նախ, եթե խոսքը գիտաֆանտաստիկայի մասն է, նախ դպրոց չունենալու խնդիրն է, որտեղ այստեղ բաներ կան, որոնք օբյեկտիվ են, էլի, պատճառներ կան, որոնք օբյեկտիվ են։ Հայաստանում տես դպրոց չի եղել շատ, հա, մենք կոպիտ ասած սովետական դպրոցի ինչ որ պստիկ մասնիկն ենք եղել։ Տենց ավանդույթ։ Հա, ավանդույթ չկա։ Երբ որ Մոսկվայում տենց գիտաֆանտաստիկա եւ այլն տենց հարցեր էին գրում էին դրա մասին, ի վերջո այս ուղղությամբ մեզ մոտ մի քիչ ավելի շատ ազգային զարթոնքի ժամանակաշրջան էր, մեզ ավելի շատ տակրում էր անցյալը ի հետևանք։ Հիմա էլ։ Քան ապագան։ Հա, հիմա էլ, բայց հիմա արդեն ազգային ճգնաժամի ժամանակաշրջան։ Ու էլի անցյալն է։ Էլի անցյալն է հետաքրքրում, ու բայց մենք հիմա անցյալին ուրիշ հարցեր ենք տալի, ուրիշ ձևով ենք նայում։ Անցյալի այն շերտերն ենք նայում, որոնք, չգիտեմ, 80-ականներին չէինք նայում դրան կամ այդ հարցերը չէինք տալիս։ Դա նորմալ է, այսինքն ազգային ճգնաժամերի ժամանակ կամ զարթոնքի ժամանակ դա նորմալ է։ Շուտկի գիտական ֆանտաստիկան որոշակի նախ դու պետքա տեխնոլոգիական աճի հետ կապ ունենաս։ Դու ոչ միայն կապ ունենաս ուղիղ իմաստով, այսինքն գործարան ունենաս կամ ինչ-որ բան, դու պետքա քեզ համարես այս տեխնոլոգիական աճի հետ աշխարհի մի մասը։ Այսինքն քո հասարակության մեջ պիտի լինի գիտակցություն, որ մենք սրա հետ կապ ունենք։ Դե ասում են մենք գնաց ՏՏ ոլորտում, ասում են, հիմա շատ բան են ասում։ Տարածաշրջանում, չգիտեմ ինչ են շատ բան են ասում։ ՏՏ ոլորտում ես ու ՏՏ ոլորտում կարդում են գիտական ֆանտաստիկա։ Գոնե իմ ծանոթների մեջ շատ կան, որոնք սիրում են։ Չէ, գրելու մասը։ Հա, իսկ հա ՏՏ ոլորտում կոդ են գրում։ Ֆանտաստիկա չեն գրում։ Հա, բայց կարող է եւ գրում են, մենք չգիտենք։ Հա, իսկ գրելը ինձ թվում ավելի շատ այդ բանից է կապված։ Այսինքն մի կողմից, նայ, մի քանի խնդիր կա, չկա դպրոց։ Քանի որ չկա դպրոց, չկա լեզու, դա մի առանձին խնդիր է, որ մենք բազմիցս քննարկել ենք։ Հայերեն լեզվով թվում է, թե մենակ պետքա սաղմոսներ գրել եւ կարդալ։ Չունենք այդ լեզուն, ինքը ձևավորված չի։ Եվ հետեւաբար մարդիկ, ովքեր ոչ դպրոցը կա, ոչ լեզուն կա եւ պլյուս երրորդ այդ գործոնը, որ այսինքն չկա հասարակության մեջ ինչ որ լայն զգացողություն, որ մենք այս գիտական առաջընթացի հետ կապ ունենք, որտեղ մեզ մոտ կա չէ զգացողություն, որ մենք կղզի ենք։ Հա։ Մենք ընդհանրապես կղզի չենք։ Բայց բացարձակ կղզի չենք, բայց մենք ունենք այդ խորը զգացողությունը, որ մենք մշակութային
ինքնության առումով անգամ կղզի ենք, շատ խորը կղզի ենք ու հետևաբար մենք ոնց որ այս տեխնիկական առաջընթացին կողքից նայենք, փորձենք հետ չմնանք, տեսնենք ինչով կարանք օգտվենք, բայց մենք իրար ոնց որ մարտահրավեր չենք նետում, մենք չենք ուզում գցվենք այդ օվկիանոսի մեջ, որովհետև այս աշխարհը էս մենք։ Ու եթե այս երեք գործոնները, հա, այսինքն հասարակական տրամադրվածության բացակայություն, լեզվի բացակայություն, դպրոցի բացակայություն իրար գումարում ես, մեծ հաշվով զարմանալի չի, որ Հայաստանում չկա գիտական ֆանտաստիկա։ Պլյուս պետք է լեզվի առումով, հա, լիքը մարդ ովքեր կարդում են գիտական ֆանտաստիկա, կարդում են կամ ռուսերեն, կամ հայերեն, կամ անգլերեն, ներողություն։ Ինչու չի թարգմանվում հայերեն, որովհետև ենթադրում եմ տպարանները մտածում են, որ չեն գնի։ Իսկն այդքան փող պետքա ծախսեն, որ այդ լեզուն տեխնիկական թարգմանվի եւ չի իրացվի այդ գրքերը։ Չգիտեմ։ Բայց քանի որ ես ինքս մասնակցում եմ այդ process-ին, Armcon-ի մասին մենք շատ ենք խոսել, երկու անգամ երկու հյուր արդեն Armcon-ի թեմա խոսեն, բայց նաեւ հենց Armcon-ի շրջանակներում նաև Armcon-ի հետ համագործակցությամբ, բայց հիմա դու կոնկրետ դու այդ սուր սոցիալական խնդիրները, հասարակական այդ ազգային ճգնաժամը, ժողովրդի մեջ առկա ճգնաժամի այդ մեր խնդիրները փորձում ես վերհանես նոր գիտաֆանտաստիկ ստեղծագործության մեջ։ Ես քանի որ ինքս քո այդ դրանով զբաղվում եմ խմբագրելու իմաստով, որ կարդում եմ տեքստերը եւ այլն։ Ես ինքս չեմ ուզում սպոյլեմ, բայց դու ինչ որ ձևով կարաս մի քանի բան պատմես դրա մասին։ Դե նախ դեռ ասեմ աշխատում եմ, այսինքն չգիտենք արդյունքում ինչ կստացվի։ Ես գիտեմ արդյունքում շատ լավ բան է ստացվել, ուղղակի ես Armcon համայնքը ունի ներուժ մարդկանց ստիպելու, հա, որ իրանք գրեն, համաձայն եմ դրա հետ։ Ես գալիս եմ այն կետից, որ երևի թե չկա որևէ խնդիր Հայաստանում, գոնե ես չեմ տեսել, հա։ Դες ես ինքս լրագրող եմ, ես ինքս խոսում եմ տարբեր քաղաքական գործիչների հետ, քաղաքագետների հետ եւ այլն։ Ես չեմ տեսել վերհանված եւ ընդգծված որևէ մի խնդիր, որը կտրված է ամբողջ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամից։ Մեր երկրում չկա այդպես խնդիր։ Հա։ Մեր երկրում գրեթե բոլոր խնդիրների անալոգները կարելի է ուրիշ երկրներում գտնել։ Ըստ այդմ ես չի անվանի այդ խնդիրները այդքան, այսինքն ինքը ազգային է այնքանով, որ մեր ազգին է վերաբերվում, բայց ինքը շատ ավելի շատ իմ կարծիքով այդ խնդիրները սոցիալ քաղաքակրթական են, շատ լուրջ էլի, շատ ավելի խորն են, քան պարզապես ազգային խնդիրները, այսինքն մի ազգին չեն վերաբերվում։ Ու հա, ես ինչքանով սփոյլ անեմ, փորձել եմ շատ տարբեր մոդելներ քաղաքական, այսպես ասեմ, կառույցների տարբեր մոդելներով ցույց տալ տարբեր իրավիճակներ, բնականաբար տեխնոլոգիապես ավելի հագեցած, այլընտրանքային ձևով հագեցած աշխարհում ու այնտեղ գիտես, տեղ կա լուծում առաջարկել եմ, տեղ կա գաղափար չունեմ, ինչ կարելի է անել, լուծում չկա։ Տեղ կա ընդհանրապես լուծում չկա, այսինքն պատային իրավիճակ է։ Ու ես իրականությունն եմ տենց տեսնում։ Այսինքն ես մեր շուրջ որ նայում եմ խնդիրները, բաներ կա, որ ես մտածում եմ, այ կարող ենք այս ուղղությամբ աշխատել, շատ արագ լուծում կլինի, բաներ կա մտածում եմ մի 100 տարի հետո եթե աշխատենք լուծում կլինի, իսկ երևույթներ կան, որ մտածում ես, որ պետքա պարզապես նայել, թե ոնց է այս վերանում, կամ քանդվում, կամ չգիտեմ, կամ ինչ կլինի։ Այսինքն այդ քաղաքակրթական մշակութային խորը խնդիրները, որ հիմա ամբողջ աշխարհում կան, նաև Հայաստանում կան, դու վերցրել տեղավորել ես գիտաֆանտաստիկ սեթինգում, ահագին հետաքրքիր գիտաֆանտաստիկ սեթինգում։ Ես քանի որ ինքս դա քո անձնական կարծիքն է։ Ես քանի որ ինքս գիտական ֆանտաստիկայի սիրահար եմ, նաև իմ համար գիտական ֆանտաստիկայում առաջի հերթին ամենակարևորը ոչ թե սյուժեն է, ոչ թե պատմությունը, այլ սեթինգը, այսինքն աշխարհը, այդ աշխարհի տրամաբանությունը, ես կարամ ասեմ, որ քո կառուցածը շատ հետաքրքիր սեթինգ է։ Ու հենց այդ առաջի պատմվածքի այդ սեթինգի հետաքրքրությունից
ելնելով ես քեզ ոնց որ սկսեցի համոզել, որ դու շարունակես դա, ու հիմա ինքը ստացվում է անթոլոգիա, որ տեղի ունենում նույն աշխարհում տարբեր այդ աշխարհի տարբեր մասերում, բայց ինքը կապված է միևնույն աշխարհի տրամաբանությամբ, միևնույն սկզբունքներով։ Այդ էս դու մենք չունենք գիտական ֆանտաստիկայի այդ ավանդույթը, չունենք տեխնիկական անհրաժեշտ լեզուն, չունենք նաև պատմական նախադրյալներ, տեխնոլոգիական եւ այլն, որ այդ ժանրը Հայաստանում զարգանա, բայց դու կոնկրետ քայլ անում ես։ Հա։ Դժվար է։ Դժվար է, հա։ Շատ բարդ է, ես ոչ միայն քո դեպքում, նաև շատ այլ փորձող այդ ժանրում նաև ինքս։ Դե հա, մենք Armcon-ի շրջանակներում որ խոսում ենք, միշտ այդ լեզվի վրա մանավանդ ցենց քար լրություն է սկսվում, մի հատ հետո սկսում ենք։ Զրոյից լեզու է սկսում հորինել հենց այդ ժանրի համար։ Այսինքն հիմքը կան մարդիկ, ովքեր դա անում են։ Կան մարդիկ, ովքեր ձգտում են դա անեն։ Հետևաբար կարելի է այդ ինչ որ ձևով չէ հաղթահարել, կարելի է ունենալ։ Ինձ թվում է կարելի է, ու ինձ թվում է կարվի էլ։ Այսինքն ես չեմ պատկերացնում, որ աշխարհն հենց հազարգանով ես չեմ պատկերացնում, որ մենք ինչ որ կամ մենք որ մենք այդ ուղղությամբ ոչ մի բան չանենք, sense ասեմ, հա, ավելի կրճատեմ միտքս։ Ինձ թվում է ոնց երնի ինչ որ բան կլինի։ Անհնարին է, որովհետև եթե նայես ընդհանրապես գրականության ուղղություններին, գոնե 19-րդ դարից մենք կարող է առաջինը չենք եղել, բայց ոնց որ համաշխարհային են լուրջ ալիքներից հետ չենք մնացել։ Ինձ թվում է մենք հիմա էլ հետ չենք մնա։ Այսինքն կարանք ունենք։ Անկախ նրանից ես կգրեմ դա կամ ուրիշը կգրի։ Ես համոզված եմ, որ հատկապես այս նոր սերունդը, որը նախ ավելի ես մի բան ասեմ, կխնդաս, բայց օրինակ ChatGPT-ի առկայությունը նույնպես բերում է նրան, որ հայերենով նման բաների մասին խոսալը դառնում է ավելի հեշտ։ Մարդիկ առնչվում են տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հետ, որը քեզ պատասխանում է հայերեն, որին գրում ես հայերեն, որը խոսում է հայերեն, որ խորանաս երբեք տես չի եղել։ Տեխնոլոգիան եղել է ռուսերեն կամ անգլերեն։ Դու իր հետ խոսացել ես, դու իր կոդը կարդացել ես, դու իր հետ այդ գրքույկը, որ եկել է կարդացել ես, կամ անգլերեն կամ ռուսերեն։ Առաջին անգամ տեխնոլոգիան այնքան տենց բազմակողմանի է զարգանում, որ դու տեխնոլոգիայի հետ առնչվելուց հայերեն ես օգտագործում։ Հա, համացանցը քեզ տալիս է այդ հնարավորությունը։ Ու դա նաև բերելու է նրան, որ տեխնոլոգիային վերաբերվող խոսակցությունները ավելի ու ավելի հեշտ են դառնալու հայերեն, որովհետև դա չի լինելու ինչ որ տարօրինակ բան, հայերենը չի լինելու միայն հոգևորի եւ օջախի լեզու եւ այլն, ինքը նաեւ ուղիղ իմաստով։ Ես օրինակ չգիտեի, ես ChatGPT-ի հետ հայերեն չեմ խոսում, բայց պարզվեց օրինակ իմ գոլեգաներից շատերը հայերեն նստած ժամերով զրուցում են chat-ի հետ։ Ինձ թվում է, էսի, ասենք, մի դեպքն է, բայց շատ բան կա, էլի որ մենք հիմա հայերեն ենք անում, ու դա նորմալ է։ Այսինքն հնարավորություններ ամեն Հա։ Դե լավ, երևի ես լավ նոտայի վրա էլ ավարտենք մեր զրույցը, կարճ էր, բայց դե թեմաներ այնքան շատ են, որ կարելի ժամերով խոսել։ Մենակ ուղիղի մասին կարելի էր մի։ Հա, այդ թեման որ 5 ժամ խոսալ։ Всё, չեմ կարում։ Շատ ապրես որ եկար։ Մերսի, շատ շնորհակալ եմ որ հրավիրեցիք։ Նախաձեռնությանը հաջողություն, ես լրիվ համոզված եմ որ ինքը կյանքի կոչվի, մի քիչ ինձնից էլ է կախված, ես վերջի ժամանակներում շատ զբաղված եմ, բայց ամեն դեպքում Հա, դենց այսինքն դենց հայտարարեցի, ես հիմա ուզած չուզած Հա, էսի հա, պաշտոնական հայտարարեցի։ Հա, առանց իմ թույլտվության։ Ապրես։ Մերսի շատ։ Կհանդիպենք մյուս թողարկմանը։